Ջերմուկն է Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից մեկը։ Քաղաքի անվանումը նշանակում է ջերմ, տաք աղբյուր։ Իր բնությամբ, մաքուր օդով և բնական հանքային ջրերով ջերմուկը մշտապես գրավել է թե տեղացիներին, թե զբոսաշրջիկներին։ Հանգստացողները երբ որ շատ են ուրում աշխատանքը գնում է, անկախ քեզանից քաղաքն էլ է ծաղկում։ 76-ամյա Վեներա Ոսկանյանը քաղաքի ամենաճանաչված բժիշկն է։ Ջերմուկ է գործուղվել համալսարանն ավարտելուց հետո։ Կյանքի մեծ մասն այստեղ է անցկացրել և իրեն իսկական ջերմուկցի է համարում։ Ով գալիս է ջերմուկը առաջի օրվանից սիրում է, ջերմուկը ճահիճի նման քաշում է։ Չես կարա ջերմուկը չսիրել։ Ինձ քաղաքում գրավեց նախ առաջինը բնությունը, խաղաղությունը, մարդկանց բարի վերաբերմունքը։ Սարի ժողովուրդը միշտ բարի են լինում։ Համարենք, որ ջերմուկը 2100 մետր բարձր է, սարեցի են ստեղ բոլորը բարի են, ու այդ բարիությունը անկախ քեզանից մարդուն գրավում է։ Այն վերաբերմունքը, երբ որ դու կողքիդ ոչ մի օտարություն չես զգում, քեզ ընդունում են որպես այդ քաղաքի հին բնակիչ։ Ջերմուկում չկա մեկ մարդ, որ ես չհարգեմ կամ ինձ չհարգեմ։ Ինձ համար ջերմուկը մի ուրիշ աշխարհ է, ու ես համարվում եմ ջերմուկի բնակիչ։ Ես փոքր հասակից ձգտել եմ բժիշկ դառնալ, սիրում եմ մարդկանց հետ շփվել, տարբեր մարդիկ քո մոտ հոգին են բացում, ու անկախ քեզանից դու պետք է լինես հոգեբան, որ կարողանաս հասկանալ։ Նույն հիվանդությունը մեկի մոտ մի այլ ձևի է անցնում, մյուսի մոտ մի ուրիշ ձևի։ Դրա համար պետք է հոգեբանորեն այնքան պատրաստ լինես դու, որ հասկանաս մարդի բնությունը, էությունը։ Մենակ դեղորայք դուս գրելով, մենակ պրոցեդուրա դուս գրելով չես կարա հիվանդի բուժես, լեզուն, խոսքը մեծ նշանակություն ունի ու վերաբերմունք։ Ոսկանյան ջան, ինչ կա մամարա, ստուգումներով։ Ախոդի էի, բայց ամեն ինչը նորմալ է, համարյա վերջացնել։ Բացրանամ։ Всё, պատտվում ու սրճենք։ Շատ լավ։ 53 տարի աշխատել եմ, աշխատում եմ և կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև որ իմ կարողությունները թույլ կտա և ես կզգամ, որ ես դեռ պիտանի եմ մարդկանց և կարող եմ օգնել ինչ-որ մի բանով, իմ աշխատանքով, իմ վերաբերմունքով։ Քաղաքի խորհրդանիշներից մեկը ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծած հանքային ջրերի կամարազարդ ըմպելասրահն է։ Տարբեր ջերմաստիճանի առողջարար ջուրն այստեղ հոսում է մի քանի աղբյուրներից։ Ժողովրդական ավանդազրույցի համաձայն ջերմուկի բուժիչ ջրերի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ անտառում նետահարված վիրավոր եղնիկը մտնելով հանքային աղբյուրների մեջ ապաքինված դուրս է եկել։ Այդպես է եղնիկը դարձել ջերմուկի գլխավոր խորհրդանիշը։ Նորարարությունով աշխատենք։ 41 տարի կարեմանը, ճիշտ է, մենք հնացել ենք, բայց կարը չի հնացել։ Արփա գետի կիրճը ջերմուկը բաժանում է երկու մասի։ Քաղաքի ձախափնյա թաղամասում է ապրում տեղի ամենահայտնի դերձակը։ Եթե վասակը մի օր բացակայում է ջերմուկից, քաղաքում բոլորը միանգամից նկատում են դա։ Շրջազգեստ ենք կարում շրջանավարտների համար։ Ճիշտ ասած, ես այդքան չեմ սիրացել կարծիվը, իմ պապայիս ձեռնարկածների 3 տարի սովորել եմ, տարբեր վարպետների մոտ եմ եղել, ամենից մի բան եմ փախցրել ու դարձել եմ արհեստավոր։ Այսօր ես առանց դերձակության չեմ կարող։ Դա իմ կյանքից հետ կապված արդեն։ Ան այդ մի հարթուկը դուրս տես հարթուկ։
Նամ կարաս բարձրացնես։ Ay kutunu şimdi kukaşına. O tarikina erik çıkıp Լավ, իմ kaşını. քաշնի մարմես։ O tarikin kaç? 63 tip. 63 չի, 60 թիվը։ 10 կիլո։ Este tevit maskule. Sen sayma. Վա։ Իմ պարապելն է սրանու էլ։ Yatır. Այս արտուկն էլ իր պատմություններ ունի էլ երևի։ Ունայ ասեմ այդ արտուկը որից է եղել, Gidemel. դու գիտես։ Şeyler onu soruları çıktı. Որտից գիտես, որ չեմ ասել։ La. Babmi. Այս արտուկը ժամանակ որ ինձ տվին ցեխի վարիչ, Nasıl damar Dur. götür. որ տվին ցեխի վարիչ այդ արտուկը ուզում են ցեխից հանեին։ Ասի չի լինի։ Էսի պետք է մնա իմ ցեխում դուզ գրած է, թե ինչա, այդ պետք է մնա իմ ցեխում։ Ու մնաց ցեխը հանձնեցել այդ արտուկը եղավ ինձ նվեր մինչև այսօր։ Ես աշխատում եմ 41 տարի, որից երևի 30 թե 27 տարի այդ արտուկը իմ հետ քայլում է, կարի մեջ։ Բան։ Դերձակության մեջ ամենակարևորը սերն է դեպի քու գործը։ Ու ինչ որ դու մի հատ շալվար կարելով բավարարվես։ Որտեղ մեր ջեմուկը փուճուր քաղաք է։ Մենք ստե եթե մի բան կարենք, չի լինի, պետք է ամեն ինչ պետք է կարվի։ Ջերմուկները եթե չնախընտրեին կարած հագուստ, ես իմաստը չեմ լինի։ Բայց դրանց համար եմ մնաց, որ կարեմ հագնեն։ Ասենք հարսանիքա, հարսանիքի մեջից եկան մի 10 մարդ գալիս է շոր եմ սարքում, ասենք կոստյում եմ սարքում, շալվար եմ սարքում, շատ մեծ զգացողություն է, որ ես ինչ որ օգուտ եմ տալիս, որ մի լավ բան եմ անում այդ հարսանիքում, որ զույգեր միավորվեն, որ այս մեր երկիրը շատանա, որ մեր երկիրը ծաղկի։ Ես էլ իմ մասնիկ ունեմ երևի այդ կարելով։ Գործ կա շար, որ ավելի շատ լինի, ավելի լավ կլինի, ժամանակը կգա կլինի։ Ժողովուրդը հետ կգանք, ջերմուկը կլցվի, ամեն մարդ չի կարա 41 տարի տանի, որտեղ դու անմիջապես շփվում ես ժողովրդի հետ, մարդու հետ, չափսը վերցնում ես, իր ուզած շորը պետք է կարես տաս։ Խանդից առած կարող է եւ հանգարց իր վրա մի թեթև թույլ լինի, մի քիչ երկար ու կարճ լինի, ասի ոչինչ, բայց քո մոտ չի ասի։ Քո մոտ հատ պետք է սանտիմետր իր տեղ լինի։ Բա ոնց։ Պահանջկոտ եմ, բայց պետք է սիրուն կարեմ, որ սիրուն հագնեմ։ Ուրեմն երկու հոգի նույն րոպեին եկան, նույն ձևի շալվար։ Մեկը 48 ռազմեր էր, մեկը 60-ը 2 էր ոնց որ։ Դե բերին, կարճացրին, հետո զանգի մեկան փոքրը տվին, մեծի մեծ տվին փոքրին։ Հասնում են տուն, մեկից զանգում են, հետ են գալի։ Ասում են փոխեք ձեր շորերը։ Ես արդեն գլխին գամ, որ ես սխալվել եմ։ Փոխեք։ Մեր քաղաքը հյուր ընդունող քաղաք է, հյուրասեր են։ Դրսից մարդը որ գալիս է, մենք նենց ենք հյուրասիրում, որ այս մարդիկ նորից կան, ոչ թե ասեն, ինչ տեղեր որ։ Ջերմուկում է գործում Հայաստանի ազգային պատկերասրահի առաջին մասնաճյուղը։ Պատկերասրահում ցուցադրված են հայ դասական եւ ժամանակակից արվեստագետների աշխատանքները։ Ջերմուկը հենց իր բնությամբ արդեն իսկ ոգեշնչող է եւ բոլորս ավելի ոգեշնչված ենք նկարում, աշխատում, արարում, անդադ մտածում ենք էլ ինչ անենք, էլ ինչով զբաղվենք եւ քանի որ տուրիստական քաղաք է, շատ հնարավորություններ է մեզ ընձեռում ավելի զարգանալու, ավելի մեր ստեղծածը նաեւ իրացնելու, դա նույնպես ոգևորում է։ Ագնեսան աշխատանքի բերումով հաճախ է եղել Ջերմուկում։ Ամուսնանալուց հետո մշտական բնակություն է հաստատել այստեղ։ Այժմ քաղաքի արվեստի դպրոցում երեխաներին նկարչություն է դասավանդում։
Իմ սերը ջերմուկի հանդեպ միանգամից չի եղել, այլ քիչ-քիչ։ Եվ դրան նաև նպաստեց եւ օգնեց իմ աշխատանքը, իմ նկարչությունը, այս ամենը ինձ կապեց ամբողջությամբ ջերմուկի հետ։ Ջերմուկում երեխաները շատ են հետաքրքրված նկարչությամբ եւ հենց արվեստով։ Իմ աշակերտները նկարում են ապակիների վրա, բաժակներ, ափսեներ եւ կտավներ, եւ այդ բոլոր աշխատանքները վաճառվում են իմ խանութ սրահում։ Հիմնականում հետաքրքրում է դա տուրիստներին։ Շատ ենք նկարում մեր քաղաքի սիմվոլը եղնիկը եւ ջրվեժը, դրանք նկարում ենք եւ ափսեների վրա, եւ կտավների վրա, նաեւ ունենում ենք պատվերներ հագուստի վրա։ Դրանք շատ սիրված գործեր են։ Եթե ես ջերմուկը պատկերեի ուղղակի գույներով, այն կպատկերեի սպիտակ եւ կանաչ։ Որտեղ տարվա մեծ մասը այն սպիտակ է լինում ձնապատ, հետո նոր արդեն կանաչում է ու կանաչը ահագին երկար է տևում։ Շատ եմ սիրում իմ քաղաքը, բայց ես չեմ վայել է։ Ես առավոտ եկել եմ ժամի 5-ից խոհանոց, իրիգունը ժամի 10-ին գնացել քնել եմ։ 87-ամյա Մարգարիտա Հովհաննիսյանը ջերմուկում ճանաչված փորձառու խոհարար է։ Տարիների փորձառության շնորհիվ գիտի, թե տեղացիներն ինչ ուտեստներ են նախընտրում։ Սկզբից մեծ քույրս էր աշխատում Երևանի Բերաս Պովրի մոտ։ Ես ուզում էի իր մոտ լինեի։ Ես դպրոցից գալիս էի ոտքով, բարձրանում էի ամբողջ բանը գնում էի։ Դու չես վախենում, դու ինչ ես գալի, ինչ կա, ասում եմ, ես էլ ուզում սովորեմ, ես էլ եմ ուզում, ես ուրիշ բան չեմ ուզում։ Ինչ ասում անում է երեխայի 14-16 տարեկան։ Ու տենց ես սովորա իրենցից, ամեն ինչը։ Որպես որ բացեց ռեստորան, ես արդեն ինձ համար եկա այստեղ, ասի ինձ համար աշխատեմ։ Շատ դժվար է խոհարարի գործը, շատ։ Ամեն ինչը պետք է շատ զգուշ լինես, դա մթերք է, էփելը, քանակը, մակերեսորեն չես կարա դու էփես անես, դրա համար չեն գալի աշխատել, չեմ ուզում աշխատեն մարդիկ, շատ անգել են, գալիս են, չեն դիմանում, երկարաժամերը, կրակի առաջ ես կանգնում, առավոտից իրգուն, Իմ անկության ամենահիշող, որ հիշում եմ իմ մայրիկներ սարքում, ես շատ սիրեցի, այդ բանջարի սուպն է։ Ամեն ինչ կա մեջը, ավելուկ կա, ալագաս կա, շրեշտ կա, բանջարները աճում են ջերմուկում և հավաքում ենք, չորացնում ենք, չոր ժամանակն էլ են քեփում, թաց ժամանակն էլ են քեփում։ Ջերմուկցիները շատ են սիրում բանջար, ամեն ինչ հավաքում են, բերում են, աշունն էլ մասուրն են հավաքում, հանձնում։ Ջերմուկում տարածված է ավելուկ, ամենաշատը, շատ են հավաքում։ Այս բանջարն էլ մի հատ սիրում ճոճայա բերեմ, մենք առել ենք։ Մենք գնում ենք, հավաքում ենք, բայց այս տարի չենք հավաքել, որովհետև դերձունը չի գնացել։ Դու չես գնում բերես։ Բայ հատո բերում, որ բերես, մեր մոտ բերես, ուրիշ տեղ չտաս։ Խոհարարից բացի իմ սիրելի ամենալավ գործը գործելն է։ Ամբողջ կյանքս աշխատել եմ, կուզեի, որ մեր 2 ամիս արձակուրդ ունենայի, նստեի մի հատ երեխեքից բան գործեի, սվիտեր, ժակետ,
Լավրենտ Հակոբյանն արդեն կեսդար ջերմուկում զբաղվում է ձկնաբուծությամբ։ Տարիներ առաջ հիմնած տնտեսությունում այսօր նրան օգնում են որդիները։ Տարվա ընթացքում այստեղ մինչև 15 տոննա ձուկ է արտադրվում։ Ջերմուկում ապրում ենք 1964 թվականից։ Ջերմուկը ձկնավորության համար հարմար է այնքանով, որ ասենք մաքուր սառնովակ աղբյուրի ջրեր են հոսում։ Գետերը սկիզբ են առնում մոտակա աղբյուրի ակունքներից։ Մաքուր սառը ջրեր, որը նպաստավոր է կալմախայտի հենց աճեցման համար։ Այստեղ բուծում ենք կալմախայտ, իշխան եւ միաժամանակ բուծել ենք Սևանի իշխանի երկու տեսակները՝ Գեղարքունի եւ ամառային բախտակ։ Մի քանի տարի աճեցրել ենք Սևանի իշխանի այդ երկու տեսակները, որոնք Սևանում արդեն անհետացման եզրին էր։ Պետական ծրագրով 10-12 տարի մասնակցել ենք, աճեցրել ենք ամառային իշխանի եւ Գեղարքունի մանրաձկներ, տարեկան 200-300 հազարի չափ, բաց ենք թողել Սևանա լիճ։ Ջրերը նպաստավոր են ձկնաբուծության համար, ունենք մոտ 45 լիտր վարկյանում աղբյուրի ջուր, մոտակա ժայռերից եկող։ Արփային բուծված, աճեցրած կալմախայտը կամ ծիածանախայտ իշխանը յուրահատուկ են իրենց համով, որտեղ ապրում են քաղցրահամ ջրերում, արփայի ջրում, աղբյուրների ջրերում, որոնք տալիս են յուրահատուկ համը հոտել ձկան։ Համբերատարությունը պետք, որտեղ դանդաղ են մեծանում։ Նամանավանդ կալմախայտը 3 տարում նոր ելնում է ապրանքային ձուկ։ Մի տարում մեծանում է մոտ 20 գրամ, երրորդ տարում նոր դառնում են 150-200-250 գրամ։ Զբոսաշրջիկները այս կողմերով անցնելուց, հիմնականում դեպի Գնդեվան գնալուց, հետաքրքրում է տնտեսությունը, իջնում են, նայում են, կարթով ձուկ են որսում, հետները տանելու համար։ Մոտ 4 կիլոմետր քառակուսի տարածք զբաղեցնող քաղաքը հարուստ է տեսարժան վայրերով եւ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է։ Քաղաքի սկզբնամասում է գտնվում 1000 մետր երկարությամբ ճոպանուղին։ Այն ձգվում է ջերմուկը շրջապատող խիտ անտառների միջով դեպի բնակավայրի լեռնային հորիզոնները։ Ջերմուկ այցելելիս պարտադիր պետք է տեսնել շուրջ 70 մետր բարձրությամբ ջրվեժը։ Ջրի նուրբ ու թափանցիկ հոսքի պատճառով տեղացիներն այն կոչել են ջրահարսի վարսեր։ Ջրվեժի հարևանությամբ գտնվող այս քարե կամարը ժողովուրդը երազանքների կամար է կոչում, հավատալով, որ այստեղ պահված երազանքներն իրականանում են։